Մեր դիրքորոշումը հետևյալն է, եթե դա իսկապես ահաբեկչության փորձ էր եւ այն ինչ ներկայացնում է իշխանությունը ճիշտ էր, բնականաբար մենք կարող ենք միայն դատապարտել այդ փորձը։ Բայց ակնհայտ է, որ իշխանությունը փորձ է անում թացը ջորի հետ խառնել եւ տեսեք ինչ է ստացվում։ Ամիսներ շարունակ իրենք ունեցել են բոլոր այդ նյութերը եւ կարծես թե այնինչ իրենք ներկայացրեցին 1 տարվա վաղեմության է անգամ իրենց հրապարակած պլանում խոսքը գնում էր 24 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Այսինքն ճիշտ է այսօր լռելն էր ոչինչ ձեռնարկելը իշխանության կողմից նկատի ունեք իշխանությունը սա պահել էր իրենց հարմար պահին օգտագործելու համար։ Եթե իրենց խնդիրը լիներ կանխել որևէ գործողություն, ապա դա կանեին այն ժամանակահատվածում, երբ իրենք ունեին ամբողջ ձայնագրությունները եւ գիտեին, թե ում բնակարանում ինչ զենք կա։ Կարծես թե մի զգալի մասն էլ զենքերի օրինակ։ Նաեւ հայտնի է, որ այսօր Բակրատ Սրբազանը ընդունել է իր ձայնի իսկությունը։ Ես այդտեղ առանձնապես կասկած չունեի, բայց ելի եմ ասում։ Չէ, բայց այնինչ ասել է, ընդունում է, որ ինքն է ասել, դա չի փոխում պատկերը։ Ինչ պետք է փոխի, այսինքն 1 տարի առաջ փորձել են կազմակերպել նման բան, ինչ որ պատճառներով հետ են կանգնել այդ մտքից, չեն իրականացրել։ Եվ այն ժամանակահատվածում կամ կսպանենք կամ կսպանվենք, այդ տերմինները ընդունում եք։ Դա իհարկե չենք ընդունում, բայց դրանք նաև երկար ժամանակ հրապարակային արվող հայտարարություններ են։ Երկար ժամանակ հրապարակային հնչել է ըստ էության ատելության խոսք։ Այստեղ խոսքը նրա մասին չի, որ մենք չենք խոսում անձերի համեմատության մասին, մենք խոսում ենք պետության դեմ գործողության մասին։ Եթե դրա այդ լրջությամբ չեք վերաբերում այդ ակցիային։ Շատ լրջությամբ վերաբերվում ենք եւ ասում ենք, որ պահից որ ունեիք այդ նյութերը, այդ պահին հրապարակեիք քնչական գործողություններ իրականացնենք։ Գործել է քաղաքական կոնյունկտուրան, ուզում եք ասել։ Տեսեք ինչ է եղել, այսինքն քաղաքական ղեկավարությունը ունեցել է այդ նյութերը երկար ժամանակ, ասել է միևնույնն է իրենց պոչը մեր ոտքի տակ է, պահենք եւ հարմար պահի օգտագործենք։